Բարի օր, Ազատություն TV ուղիղ եթերում ըստ էության թոք-շոուն է։ Ինչու է հոսանքի ու գազի սպառման քանակը անապահով ընտանիքների համար դառնում ընտանեկան նպաստի զրկվելու պատճառ երբեմն։ Այս թեման ենք այսօր քննարկելու անապահով ընտանիքների ներկայացուցիչների, սոցիալական աջակցության վարչության պետի, Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետի ու հաշմանդամություն ունեցող անձան շահերի պաշտպանության պատասխանատուի հետ։ Մինչ քննարկման անցնելը, սակայն լսենք խնդրի մասին Ազատության պատմող ռեպորտաժը, որի գլխավոր հերոսուհին Սևան քաղաքի բնակիչ Անուշ Փոփեյանն է։ Էլեկտրաէներգիայի համար վճարած 38,000 դրամը հաշմանդամություն ունեցող Անուշ Փոփեյանի ընտանիքին նպաստի զրկելու պատճառ կարող է դառնալ։ Այս վերջում, որ արդեն ասեցին 38,000 էլ այս ամիսից ծախսեի, ու դա քո համար վատ կլինի, ասեցին, որովհետև որոշումը կայացվել, եթե նպաստառու ընտանիքները հոսանքը շատ են ծախսում, նպաստները դադարեցվում է, դռնից ցուրտը փչում է, պատուհանից փչում է, ես ոչ չտաքացնեմ այս փոքրներին, երեխան էլ հետա ցրտից պատկեցեք, որ թաթիկները սառել էր, հիվանդացա, հիմա էլ հազ ունի։ Սևան քաղաքի վթարային հանրակացարանի 14 քառակուսի մետրանոց ցուրտ ու խոնավ սենյակը Անուշը տաքացրել է միայն էլեկտրական սալիկներով։ Ասում է, հունվարը սաստիկ ցուրտ էր հատկապես Սևանում, ու դա է պատճառը, որ նախորդ ամիսների համեմատ հունվարին ավելի շատ հոսանք են ծախսել։ Կինն ասում է, գլխին պատուհաս դարձած հոսանքի վարձն էլ երևանցի երկու աղջիկներ են վճարել, որպես բարի կամքի դրսևորում։ Հենց կոնկրետ տեսու չէ, ասեց Անուշ ջան, ասեց մենք քո վիճակը լավ գիտենք, սպասում ենք նախարարությունից կոմիսիա գա, որպեսզի այս հարցը պարզաբանենք, ցես չլինի։ Ծանր ավտովթարից հետո մեծ դժվարությամբ տեղաշարժվող Անուշի ամսական եկամուտը 47,000 դրամ է, որից 16,000-ը հաշմանդամության թոշակն է, մնացածը ընտանեկան նպաստը։ Մինչև երևանցի բարեգործները հոսանքի գումարը կմուծեին, 14 քառակուսի մետրանոց սենյակը մեկ օրով հոսանքազրկվել էր։ Սարցրու երեխուն հիվանդացրու։ Անուշի հարևանուհու Թամարա Միլիտոնյանի կենցաղային պայմաններն էլ գրեթե նույնն են։ Տարբերությունը մեկն է՝ նրանք վառարան ունեն։ Հենց այս հարևանուհին է Անուշի երկու անչափահաս երեխաներին հոսանքազրկված սենյակից իր տուն տարել, որ չցրտահարվեն։ Կոմիսիա երեկեշ ենք, փարոսները մի քիչ ուշացրել էին։ Ասել էին մի քիչ ուշ կտան։ Ով չի մուծելուսի վարձը, անջատում են հոսանքները։ Ես էլ եկա տեսա Աստվածին, երեխեքի լուսա անջատել են վրները։ Վայ, Տեր Աստված, ոնց կարելի է։ Այս պուճուրիկը մրսում, սոված, ճաշ չկա, մերը հնարավորություն չունի ճաշ եփելու։ Այս երեխեն դպրոց է, դպրոցից պետք է գա սոված, մրսած։ Վայ, ասի Անուշիկ ջան, ես հենց էսա փեճը կվառեմ արևս, երեխեքին կտանեմ մեր տուն, չմտածես։ Մեր զրույցի պահին դպրոցից տուն մտած 7-ամյա Էրիկը տանն ուտելու բան այդպես էլ չգտավ։ Թեև էլեկտրական սալիկը միացված էր, բայց բերանից դուրս եկող գոլորշին հստակ տեսանելի էր։ Սառած մատներով մորը մեկնեց գերազանց գնահատականներով իր դպրոցական տետրը։ Հենց իր գնահատականների նման գերազանց կյանք է երազում Էրիկը։ Համակերպվել է սոված քնելուն, բայց ծանր է տանում այն, որ ձմեռ պապը դասընկերների նվերները տեղ է հասցրել, իսկ ահա իր միակ խնդրանքը պլանշետը, այդպես էլ ճանապարհին մնաց, բայց երազանքը դա չէ։ Ուզում եմ լինի տաք սենյակ, ամեն անգամ որ տունը ցուրտ եմ տենում, ասում եմ խենք, մենք այսքան վիճակում ապրում, որ այս տունը ցուրտ է։ Ցուրտ բազմաններում մենք եթում ենք մեր հարևանի տուն, հարևանը փեջ վառում է, այդում ենք նստում ենք տաքանում ենք։ Մինչև Էրիկի մայրը նեղ սրտում է, որ բարերարների վճարած հոսանքի վարձը կարող է նպաստից զրկվելու պատճառ դառնալ, սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն Ազատության հետ զրույցում ասաց, անապահովության գնահատման կարգի հիմքում դրված է ազգային վիճակագրական ծառայության ամենամյա աղքատության գնահատման ցուցանիշները։ Ըստ Մինասյանի, հոսանքի ու գազի սպառման քանակը նույնպես խոսում է ընտանիքի նյութատնտեսական պայմանների մակարդակի մասին։ Ըստ սոցապ նախարարության պաշտոնյայի, դրանք սակայն համեմատվում են եղանակային պայմանների հետ։ Դա մի ահազանգ ցուցանիշ է, որը սոցիալական աշխատողին ահազանգում է եւս մեկ անգամ գնահատել ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանները, արդյոք ընտանիքը նպաստառության ենթակա է թե ոչ, որովհետեւ շատ լավ գիտենք մենք այսօր փաստաթուղթը չէ, որ հիմնականում որոշում է ընտանիքի բարօրության ու բարեկեցության մակարդակը, ինքը էլեկտրաէներգիայի սպառման քանակը բացարձակ որոշիչ դեր չունի, բայց կա էլեկտրաէներգիայի սպառման որոշ
որոշակի քանակ նորմատիվների համեմատությամբ, հա, ասենք թե մի քիչ գերազանցող, արդյունքում կպարզվի նրա նպաստի իրավունքը կպահպանվի, թե ոչ, սա արդեն հարցի մյուս կողմն է, բոլոր հանգամանքները հաշվի են առնվում։ Անուշին այս կարգն առավել մատչելի բացատրել էին Սևանցի պաշտոնյաները։ Միայն թե նա սպասում է ստուգող հանձնաժողովին, պատրաստվում է իր 14 քառակուսի մետրանոց բնակ տարածքից բացի ցույց տալ նրանց իրենց հարկի մութ ու ցուրտ Միջանցքի վերջնամասում գտնվող ընդհանուր սանհանգույցը։ Ասում է, սա ապացույցն է այն բանի, որ քաղաքակիրթ աշխարհից դուրս են մնացել։ Այստեղ երեխեքին դե չեմ թողում, ես եմ օգտվում։ Երեխեքին իրենց համար գարշակներ եմ պատում։ Ստեղից էլ ջուրն եմ օգտվում։ Ստեղ էլ ջրի պայմաններն է։ Ստեղից լցնում ենք ու կրում տանում ենք։ Սեր մեր պայմանները, այս է կառավարության տված պայմանները, բաղնիքի մասին, որ ընդհանրապես խոսք չի կարա, դեռ չկա։ 37-ամյա կինը դեռ հույս ունի, որ կառավարությունը կվերանայի անապահով ընտանիքներին նպաստ տրամադրելու կարգը, որոշել են ընտրություններին իշխանական թևի օգտին չքվեարկել։ Ազատության ուղիղ եթերում ըստ էության թոք-շոուն է շարունակվում։ Ռեպորտաժի հերոսուհին Անուշ Փոփեյանը այսօր մեր տաղավարում է։ Անուշ, դուք ումից էիք տեղեկացել, որ սպառած հուսանքի գումարը 38,000 դրամ, այն էլ իդեպ վճարել էին երկու երևանցի աղջիկներ, ինչպես նշել էիք, կարող է ձեր նպաստի զրկվելու պատճառ դառնալ։ Եվ ընդհանրապես ինչ եք կարծում, նպաստի տրամադրման կարգ արդյոք վերանայման կարիք ունի։ Այո, իհարկե, նախ շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար, ձեր տաղավար։ Եվ այո, նպաստառու ընտանիքների վիճակը երբ պետքա բարելավի, երբ պետքա լինի փոփոխություններ։ Դրանցից մի քանիսը ես գրի եմ առել։ Ինչու նպաստառու ընտանիքները եւ թոշակառու ընտանիքները, կոմունալները չեն վճարում 50%։ Այս բարեփոխումների մասին կուզեի առաջին ձայնը ես բարձրացնել։ Նպաստառու ընտանիքների խնդիրներին անդրադառնալու հարցերը։ Այսօր նպաստառու ընտանիքներ կան, իրանք ապրում են շատ խոցելի եւ ծանր պայմաններում։ Օրինակ դուք։ Օրինակ մեկը ես։ Բայց ես մտածում եմ, որ ինձանից վատ ապրող էլ կա, որովհետեւ կոնկրետ դոմիկ տնակներում, վագոն տնակներում կան ընտանիքներ, որը եւ սովի կարիք ունեն, եւ հագուստի կարիք ունեն։ Ես ինքս տեղեկ եմ, հենց ասենք հենց մեկը մեր հանդակացարանում, Սևան քաղաքում 5 հատ հանդակացարան կա, ու բոլորը ես չէի պատկերացնի ինչ վիճակի մեջ են։ Հոսանք ու ջուր խառնված է իրար։ Ասենք մի գծից հոսանք հայցնում, միտեղ Միջանցքի վերջով ջուրն է գալի։ Եթե այդ բնակ չի, ինչ որ բան պատահի, ով է պատասխանատու։ Ես այդ հարցը կուզեի բարձրացնել։ Ու բոլորը անվտանգության խնդիր կա շենքերում, հատկապես հանրակացանում, որտեղ այդ սոցիալապես անապահով ընտանիքներն են։ Այո, կոնկրետ հենց իմ շենքում հոսանքը բաց իջնում է, խմելա ջրի տրուբաներ Միջանցքի վերջով է գալի։ Անուշ ջան, խնդիրները սկսենք ըստ հերթականության։ Դուք որտեղից էիք տեղեկացել, անուններ պետք չի, դուք որտեղից էիք տեղեկացել, որ վարձավճարը, որը կազմել է 38,000 դրամ ավելին, քան նախորդ ամիսներին, կարող է նպաստի զրկվելու պատճառ դառնալ ձեզ համար։ Ինձ ասացին, որ էլեկտրոցանցից պետքա բերես ամբողջ տարվա իտոկը։ Ասացի կբերեմ, ու երբ որ ես գնաց էլեկտրոցանց, ասացին խոսակցություն գնաց, ընդհանուր Սևան քաղաքում էլ է խոսակցությունները գնում, որ երբ որ հոսանքը գերազանցում ես, նպաստից զրկվում ես։ Ու երբ որ գնացի էլեկտրոցանց վերցնելու գումարը, ասեցին Անուշ ջան, ասեցին տեղեկ ես այդ խնդրի մասին, ասեցի ոչ, ուզել են փաստաթուղթը տանում եմ ներկայացնեմ։ Ու երբ որ տարա ես փաստաթուղթը ներկայացրեցի, ինձ իմ տեսուչը եւ պետը նրանք բացատրեցին, որ Անուշ ջան, քո համար դա խնդիր չի դառնա, դու մի նեղվի, որովհետեւ մենք քո վիճակը շատ լավ գիտենք։ Բայց ամեն դեպքում հայտնվել էիք ռիսկում։ Ինչպես։ Ռիսկի գոտում հայտնվել էիք։ Այո, իհարկե, ես խոճապի մեջ էի։ Ասենք, եթե ես նպաստը ստանում եմ ամբողջ ամիս իմ երեխան այդ կոպիտ ասած աչքը նայում այդ նպաստին, որ ես պետք է իր վրա ծախսեմ, ես այդ նպաստը ստանում եմ, ծախսում եմ էլեկտրականության վրա։ Դա չի էլ բավարարում էլեկտրականությանը։
Լավ, Անուշի հետ զրույցը դեռ կշարունակենք, հիմա շարունակենք զրույցը Հասմիկ Խեչյանի հետ, Խաչիկյան։ Հա, դուք կարծեմ Facebook-ում արձագանքել եք այդ ռեպորտաժին ու խնդրի առաջ ես կանգնեցի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իմ տեսուչի ինձ հրավիրեց, գնացի, ես որևիցե խնդիր չունեմ Փարուսի, իմ ամբողջ թղթաբանությունը լիարժեք մաքուր կատարում, զարմացա, ասաց Հասմիկ ջան, պետք է ասենց խնդիր ունես, գերածախս ես տվել, ասացի գիտեք ինչ տիկին Կարինե ջան, ես արդեն 6-րդ տարին է պայքարում եմ, Բաղրամյանից էլ ինձ բավականին գիտեմ, որ իմ հոսանքը մշտապես գերածախս է տալիս։ Ես այդքան տեխնիկա որպես այդպեսին չունեմ, որ ամսվա կտրվածքով ամառ ամիսն էլ ասի դուք բացեք կայքով նայեք ինքներդ 500 կիլովատ հոսանք է գալի։ Ինձ վրա բավականին մեծ գերածախսեր է տալիս։ Ու ես դիմումը գրեցի տնօրենն էլ կանչեց իրենց մոտ, ասեց մենք այս հարցը տեսենք ինչպես ենք բարձրաբանում ենք, երբ ես ձևակերպեցի իմ դիմումս, որ ես արդեն 6-րդ տարին է, պահանջում եմ իմ հոսանքալարերը կարգավորվի։ Հաշվիչը փոխեցի, շուչիկ վերևը դրեցի, ամեն ինչ արեցի հնարավորինս, որ կարգավորեմ, ուղղակի արձագանքի չարժանացա։ Այսինքն այն, որ սովորականից ավելին եք վճել, կրկին կարող էր պատճառ դառնալ, որ նպաստից պատճառ ոչ թե պետք է դառնար, պատճառ դառնում էր արդեն, ուղղակի քանի որ ես դիմումը ինձ նախապես զգուշացրեց, մեր տեսուչը դիմումը նախապես գրեցի ու հիմա գնացվել է որպես դա վերանայման։ Բայց ես ասենց մի հատ հարց ունեմ մեր աշխատակիցներին սոցիալ։ Ինչումն է խնդիրը, ինչի եթե նպաստառու ընտանիքը դուք հաշվարկ եք անում որպես նպաստառու ընտանիք հաշվարկ եք անում ձեր նախարարությունը, կոնկրետ 16-ից 18,000 դրամ ընտանեկան նպաստ։ Ամեն երեխայի համար կոնկրետ 5,5-ից 7,000 դրամ կոնկրետ գումար։ Ինչի հաշվի չի առնցվում կոնկրետ, էլի եմ ասում, կոմունալ վճարումները։ Հարցին կպատասխանի սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը, խնդրեմ Տիկին Մինասյան։ Շատ շնորհակալություն հրավերքի համար, այս հնարավորության համար։ Երկու դեպքերն էլ որ շան ներկայացրեցին իրենց խնդիրները, տեսնում ենք թե որքան բազմաբովանդակ են եւ բազմաճյուղ են։ Այստեղ կա եւ հանրակացարանի որպես շենք շինություն սպասարկման հարցը, անվտանգության հարց, ընդհանրապես բազմաբնակարան շենքերի սպասարկման հետ կապված հարցեր։ Հաջորդ դեպքում մենք խնդիր ունենք ըստ էության հաշվիչի սխալ աշխատանքի կամ այլ ցուցիչների հետ կապված, որոնք որոշակի մասնագետներ, պաշտոնյաներ պիտի պատասխանատու լինեն եւ կարողանան դրանք շտկել։ Ինչ վերաբերում է ընտանեկան նպաստին, ընտանիքների անապահովության գնահատման համակարգին։ Այսօր երկու նպաստառու ընտանիքներ են այստեղ հյուրերը, ես շատ ավելի հաճախ լինում եմ այն հաղորդումներին, երբ լինում է աղքատ ընտանիք, որը չի ունենում նպաստի իրավունք եւ հիմնականում խոսակցությունները գնում են հետեւյալ կերպ. Այս սա ստանում է, սա հարուստ է, մյուսը բարեկեցիկ է, մեքենայով եկավ, նպաստը ստացավ, գնաց, ինչը նշանակում է նախարարության կողմից իրականացվող աշխատանքները, որի հիմքում իսկապես մենք դնում ենք ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված հետազոտության տվյալները, երկու հիմնական ուղղությամբ է, ինչպես անել, որ հարուստները չհայտնվեն նպաստառուների ցուցակում, եւ ինչպես անել, որ առավել աղքատ ընտանիքները հայտնվեն նպաստների ցուցակում։ Ունենք 29.8% աղքատ ընտանիքներ նույն վիճակագրության տվյալներով, ունենք ընդամենը 14% նպաստառու ընտանիքներ, ինչը նշանակում է մենք պետք է կարողանանք նաև որոշակի ցուցանիշներ գտնել կողմնորոշվելու համար, որ ընտանիքները, այդ աղքատների միջից առավել աղքատ ընտանիքները, որ կարողանան նպաստ ստանալ։ Այո, սպառումը դրվում է աղքատության հիմքում, նույն վիճակագրության հետազոտություն, այսինքն մարդ սպառում է այնքան, որքան ունի, եթե քիչ ունի, փորձում է տնտեսել, եւ սպառման ցուցանիշներից մեկը գազն է, սպառման ցուցանիշներից մյուսը էլեկտրաէներգիան է, բայց սրանք իհարկե բացարձակ ցուցանիշներ չեն։ Տիկին Մինասյան, ներողություն, որ ընդհատում եմ, իհարկե բացարձակ ցուցանիշ չեն, բայց փաստորեն կարող են խոսել այն մասին, որ եթե ընտանիքը վճարել է եւ ունակ է, ընդունակ է կարողանում է վճարել այդքան գումար, այսինքն ինքը
ընտանիքը համարվում է արդեն ոչ անապահով։ Այս դեպքում որպես կանոն ինքներդ էլ կարծում եմ գիտեք, որ սոցիալապես անապահով ընտանիքները հիմնականում ապրում են սոցիալական ավելի վատ պայմաններում, դուռ, լուսամուտ եւ այլն, հա, քամի բան, ու հատկապես ձմռան սեզոնին ստիպված են լինում երբեմն կամ գազը շատ օգտագործել, կամ էլեկտրաէներգիան։ Այս դեպքում եթե օգտագործում են կամ ինչ որ կերպ կարողանում են վճարել անգամ բարերարների շնորհիվ, արդյոք սա խոսում է այն մասին, որ այս ընտանիքը այլևս ապահով է։ Ոչ, այդ մասին չի խոսում եւ կոնկրետ դեպքերում տեսուչները հիմնականում այդ ահազանգը բարձրացնում։ Ահազանգը բարձրացնում են, ուրեմն ցուցակով, հա, էլցանցից մենք ստանում ենք սպառումը։ Հավասար պայմաններում, երբ ընդհանրապես չենք դիտարկում նա նպաստի համակարգում կա թե չկա, սպառման տարբերություններ կան։ Տեղ կա, որ քիչ է ծախսել, որովհետև գազ ունի, որովհետև վառարան ունի, որովհետև հա այլ ածուխ է վառում, փայտ է վառում կամ ասենք թե այլ ցուցանիշ։ Ընտանիք կա, որտեղ իսկապես շատ են սպառում, որովհետև տնակում են եւ պիտի սպառեն այդքանը, որ գոնե երեխաները կարողանան բնակվել։ Եվ կա նաեւ հա ընտանիք, որը չափազանց շատ է սպառում, որովհետև թե գազ ունի, եւ թե կոնդիցիոներն ունի, եւ թե հա այլ սարքավորումներ ունեն, որոնց միջոցով նա ծախսում է։ Հիմա դա ճշտելու համար բնականաբար եւս մեկ անգամ ստուգում է ահազանգը, եւս մեկ անգամ ստուգում է, այ Հասմիկն ասեց, նախորոք զանգեցին, զգուշացրեցին, ասեցին, Անուշը ասեց, մենք քո վիճակը, հա, մասնագետը ասել է, մենք քո վիճակը գիտենք, ճանաչում ենք, սա խնդիր չի կարող հանդիսանալ։ Այս մարդիկ գոնե գիտեն ճանապարհները բողոքելու, իսկ մարդիկ չգիտեն։ Ես հենց դրան էի ուզում գալ հանգել, որ սոցիալական աշխատանքի տեսանկյունից մեր խնդիրը, մեր նպատակը մարդուն դարձնել, այսինքն սոցիալական հմտություն չունեցող անձանց սովորեցնել այդ հմտություններին, երկուսի կատարածել այդ սոցիալական հմտության արկայությունն է, որ իր իրավունքը ճանաչում է, իր իրավունքի համար կարող է դիմել, դիմում է, իր վրա ունի վստահություն եւ կարողանում է շարունակել, ինչպես հա Հասմիկն ասեց, պայքարել, թե Անուշն ասեց։ Ցավում եմ, որ երիտասարդ կանայք աշխատանք ունենալու փոխարեն այսօր հա կարծես թե մնացել են նպաստի հույսին եւ նախարարության կողմից իրականացվող եւ առաջիկայում իրականացվելիք ծրագրերը հենց դրանց են ուղղված հատկապես աղքատ ընտանիքների աշխատունակ երիտասարդ անձանց կարողանալ առաջարկել այդ աշխատանքը եթե նա երեխաների խնամքով ծանրաբեռնված է հա նաեւ այս հանգամանքը հաշվի առնել ներողությունների քանի տարի է որ դուք երկուսդ էլ ընտանեկան նպաստ եք ստանում ժողովրդական լեզվով ասած աղքատության նպաստ Ուրեմն ես 2003-ից Դուք 9 տարի Այսինքն 2003 թվականից ունեմ 4 զավակ Այսինքն 9 եւ 13 տարի կայանում է ինչու ես քանի որ այդ խոսքը գնաց ես ձեզ բարձ ասեմ Ընթացք եկա որ իրոք շատ արդեն չի կարող ինչքան տանը նստես 37 տարեկան կին ես ինչքան տանը նստես առավել եւս ի վիճակի ես աշխատելու ասենք տանը ուրիշ բան է թեթև կար անես ինչ որ բան անես ինչ որ հա ձեռագործություն ասեղնագործություն ինչ որ կարողանաս կողքից հացի գումարը կաշխատես իհարկե հոգ խնդիրը դրանում չի ուզում ես դուրս գաս դու էլ շփվես դու էլ ես անպայման առաջինը դրանում նախ դա պետք է վերանայվի նպաստառու ընտանիքը ինչ չափորոշիչներով կարա աշխատի ու աշխատանքային որ չափում որ գումարի դեպքում ինքը նպաստից չզրկվի որ կարողանա ոտի կանգնի որ հետո ասի գիտեք ինչ խնդրում եմ ինձ նպաստից ազատեք ես ավելի լավ կարող եմ աշխատել նախ երկրորդը ախր խնդիրը գիտեք ինչումն է մեծս բանակը գնաց նորա եկել այն երկուսը անցումային տարիքում են 14-15 տարեկան արդեն 16 այն պուճուրը 6 տարեկան ես իրանց ոնց մենակ տանը թողեմ Այդ դրա համար է ես ասում Խնդիրը կարմա դպրոց Իհարկե տուն գալ երեխեքին տիրություն Ներողություն 9 տարի եւ 13 տարի երկու ընտանիքները ստանում են աղքատության նպաստ դա ժողովրդական լեզվով ասած ավելի մաչիլի լեզվով ասած կոնկրետ Անուշի պարագայում Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչը իրեն ուղեմ հարցս պարոն Խաչատրյան քաղաքապետարանը մարզպետարանը քանի որ ինք գիտեն ովքեր են նպաստառու ընտանիքները ինչու որևէ սոցիալական ծրագրում չեն ընդգրկում այս կնոջ որ կարող են իր իսկ հնարավորության սահմաններում օրինակ տանը գործել կամ այդ առաջարկը իդեպ հաղորդումից հետո
հետո արեց փոխնախարար նորանշանակ փոխնախարար Աշոտ Մարգարյանը, որ կաջակցեն, որպեսզի նա ձեռագործով զբաղվի եւ այլն։ Մինչեւ որ խնդիրը կհանրայնացվեր, մինչեւ խնդիրը կհասներ փոխնախարարին, քաղաքապետարանը, մարզպետարանը, ինչու չի ընդգրկում այս ընտանիքներին եւ նույնն էլ Երևանում, Երևանի քաղաքապետարանը այս ընտանիքներին չի ընդգրկում այդ ծրագրերում, որտեղ հնարավոր է գոնե զարգացնել ու առևտրայնացնել իրենց իսկ հնարավորությունները։ Ասեմ ձեզ, որ մեր մարզում կան որոշ ծրագրեր, որոնք ուղղված են նմանատիպ ընտանիքներին, որոշակի աշխատանքով ապավելու, բայց դրանք սեզոնային աշխատանք են մեկ։ Եվ կարևորը մենք չգիտենք, որ ինչպիսի պայմաններ եւ ինչ նախասիրություն ունի մասնագիտությամբ դիմել, եթե դիմաց լիներ մարզպետարան կամ սոցիալական աջակցության տարածքային գործակալության միջոցով մեզ տեղեկացնեին, շատ հնարավոր էր դա ընդգրկել այդ ընտանիքից աշխատող ձեռքին այդ ծրագրերից որևէ մեկում եւ ինչ մասնի խոսք նաեւ մենք կարող ենք զբաղվածության տարածքային գործակալությունների միջոցով ձեզ որոշ ծրագրերում ընդգրկել, որովհետեւ զբաղվածության տարածքային գործակալությունները շատ ավելի շատ ծրագրեր են իրականացնում սակավապահված ընտանիքների համար, քան այլ կազմակերպություններ։ Ասենք թե մարդկանց իրավագիտակցությունը այդքան է, որ չեն նման ինչպիսի մասնագիտություն ունի եւ ինչ կարող անել։ Երբ որևէ մի անգամ դիմել եք աշխատանքի հարցով, քաղաքապետարանի համար ես չեմ կարող ասել, բայց մարզպետարանի սոցիալական ծառայության Խաժակ Նուրադյանին մարզպետարան այսինքն զբաղվածության կենտրոն գրանցված եք զբաղվածության այո Ես դասընթացի վերապատրաստման ոչ մի բան դիմել ենք աշխատանքի հարցով եւ առ այսօր ապարտությունը չի մասին է խոսքը հաշմանդամություն ունեցող անձան Շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյան, խնդրեմ Զարուհի քանի որ խոսքը գնացել զբաղվածության մասին այստեղից սկսեմ իսկապես մեզ շատ հայտնի մշտապես այս մասին բարձրաձայնում է պետական քաղաքականության մասին, որ ուղղված է հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանը եւ 2006 թվականից արդեն ուժի մեջ հետ մտել քվոտայի մասին, հա, օրենքով 16 ներողություն։ Այո, ես դրա մասին եմ խոսում, 16 թվականից քվոտա է գործում, երբ պետական հաստատություններում 100 եւ ավելի աշխատակիցների դեպքում 3% պետք է ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը, բայց բացի այդ պետական զբաղվածության գործակալություններն ունեն տարբեր ծրագրեր, որոնք աջակցում են հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք ստեղծված են աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը, օրինակ աշխատատեղի հարմարեցում, վերապատրաստումներ, մասնագիտական, հա, այդ կողմնորոշումները, կարողությունների զարգացում գործատուի աջակցություն, այսինքն 6 ամիս շարունակ աշխատավարձի 50%-ի չափով փոխհատուցում եւ այլն, կան այդ ծրագրերը փոքր են, բայց կան եւ դրանց մասին մեծ հպարտությամբ նշում է կառավարությունը եւ այստեղ մեկ փաստ, որ դրանք անարդյունավետ են, որովհետեւ այսօր հաշմանդամություն ունեցող անձանց թվում զբաղվածության տոկոսը որևէ զգալի աճ կամ լուրջ փոփոխություն չի ունեցել, որովհետև գուցե շատ ցանկությունը մեծ է բարեփոխումներ անելու, ծրագրերը գուցե այսպես ամենաբարի նպատակներից են կազմվում, բայց դրանց իրականացումը ես համարում եմ անարդյունավետ։ Փաստ, որ մարդը գրանցված է զբաղվածության գործակալությունում եւ որևէ վերապատրաստման, այստեղ դուք խոսում եք տնային փոխնախարարը խոսեց ձեռագործ, այս ներողություն մենք ինչ ձեռագործ աշխատանքի մասին ենք խոսում։ Սա որ թիվն է, որ հաշմանդամություն ունեցող կինը տանը պիտի ձեռագործ աշխատանքով զբաղվի։ Իսկ որևէ մեկը հարցրել է ինչ մասնագիտություն ունի մարդը կամ ինչ մասնագիտություն է ուզում ստանալ։ Ինչ հմտություն է, այսինքն նախարար Անուշը ինչ մասնագիտություն ունի, ես ասում եմ որ չունի, դրա համար ինքը ասեց ինչի հնարավորություն ունի, դա դրանից օգտվել։ Շատ կարևոր է տեսնել, թե որտեղ է մարդը ապրում։ Մենք խոսում ենք կոնկրետ Սևանի մասին, հա։ Պետք է տեսնել, թե այդ շրջանում ինչ հնարավորություններ կան, չգիտեմ, туриզմի զարգացման հնարավորություններ կան։ Ես հասկանում եմ, որ տարբեր մարզեր ունեն շատ ավելի լուրջ խնդիրներ, քան Երևանը, բայց այնուամենայնիվ դրանց պետք է այդ խնդիրներին պետք է առերեսվել եւ փորձել դրանք լուծել, ոչ թե պարզապես նստել, սպասել, թե երբ կհայտնվի մի շատ
բարի գործատու, ով կասի ես ուզում եմ աշխատանքի ընդունել, մասնավոր իհարկե, ոչ պետական բնականաբար, որովհետև այդ խնդիրն է կա, այսինքն մասնավոր մի գործատու, ով կասի ես ուզում եմ աշխատանքի վերցնել, ես զբաղվածության գործակալությունը սիրով կաջակցի։ Ես գիտեմ դեպքեր, որ աջակցել է, դրա մասին չի խոսքը, բայց ինչ է անում զբաղվածության գործակալությունը, որպեսզի մարդիկ նախ իմանան դրա մասին։ Ճիշտ վերապատրաստումներ անցնեն, որովհետև շատ հաճախ այդ ծրագրերը այդքան էլ արդյունավետ չեն, որովհետև չեն համապատասխանում շուկայի հետ։ Այսինքն այս ոլորտում խնդիրներ կան։ Եւ ես կուզեի իհարկե նշել, որ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում ըստ վիճակագրական ծառայության տվյալների 2016-ի տվյալների 2015 թվականին ուրեմն իրենց տնտեսությունում 37% է կազմել, հա, աղքատությունը, 37-ով ավելի տոկոս։ Հա, եւ եթե հաշմանդամություն չունեցող անձանց դեպքում 33%, այսինքն այստեղ զգալիորեն տարբերվում է տոկոսը, երբ մենք խոսում ենք հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների մասին եւ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների մասին, որովհետեւ երեխաների դեպքում էլ հաշմանդամություն ունեցող երեխաների 46%-ը աղքատ են, իսկ 11%-ը ծայրահեղ աղքատ։ Կներեք, ես կարող եմ ձեզ մի հարց տալ։ Խնդրեմ։ Ես այսպեսի մի հարց ունեմ։ Եթե այսօր կառավարությունը սահմանել է 16000 դրամ երրորդ կարգի թոշակառուին 16000 դրամ գումար։ Միթե դա բավարար ամբողջ ամսվա համար։ Ու ես ինքս ունեմ խնդիրներ, դիմել եմ բուժ հաստատություն, հիմա այդ խնդիրների պատասխանը պետք է գա։ Ես այդ մեկ ամսվա գումարը ծախսեմ իմ ընտանիքի կարիքները հոգալու համար, թե այդ գումարը տամ դեղերը գնեմ։ Հարցուղված է Աստիկ Մինասյանին, այո։ Զարուհին, որ ներկայացրեց ազգային վիճակագրական ծառայության այդ տոկոսային, հա, հարաբերություն։ Սա այն թվերն էին, որոնք նաև դրվում են ընտանիքի անապահովության գնահատման կարգի հիմքում։ Ինչը նշանակում է, որ նպաստառու կամ համակարգում հաշվառված ընտանիքներում, հա, անձանց մեջ հաշմանդամություն ունեցող անձանց տեսակարար կշիռակ տոկոսն ավելի մեծ է, քան ընդհանուր բնակչության մեջ։ Երեխա ունեցող ընտանիքների թիվն ավելի մեծ է։ Շուրջ 106000 ընտանիքներից 80000-ը երեխա ունեցող ընտանիքներն են, որտեղ այո, իսկապես աղքատության տեսանկյունից առավել խոցելի են երեխա ունեցող ընտանիքներն, առավել խոցելի են հաշմանդամություն ունեցողները եւ հատկապես ավելի ծանր հաշմանդամություն կամ ավելի բարձր խումբ ունեցող առաջին, երկրորդ, որոնց աշխատանքի տեղավորման հնարավորությունները փոքր են։ Այսինքն այլ հավասար պայմաններում ինչու պետությունը գնաց քվոտաների, որովհետև եթե մինչև օրենքի ընդունումը միայն բարեկամքի վրա էր դա դրսևորված, ապա հիմա կա նաև պարտադրանքի պահը, որ հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի տեղավորեն։ Այս պարտադրանքը բերելու է ի վերջո այն գնահատականի նույն գործատուների մոտ, որ հաշմանդամություն ունեցող անձը նույն արդյունավետությամբ կարող է աշխատել ինչպես եւ հաշմանդամություն չունեցող անձ, այսինքն դա չի խանգարում մարդու աշխատանքային ունակությունների դրսևորման համար, պարզապես այստեղ հատուկ պայմաններ են պետք, որը փոխհատուցվում է նրա արդյունավետությամբ։ Սա աստիճանաբար, հա, առաջ գնալուն։ Հիմա կոնկրետ հարցին, հա, Տիկին Մինասյան, Անուշը բավարարելու։ Դրանում ոչ մի խոսք։ Վերանայման կարիք չկա։ Վերանայման ըստ էության ամեն ինչը վերանայելու կարիք ունի, ամեն ինչը վերանայվում է, ամեն ինչը փոփոխությունների մեջ է, հատկապես սոցիալական ոլորտում, որտեղ սա հարափոխ ոլորտ է, խնդիրներն են փոխվում, իրավիճակն է փոխվում, նպաստների տրամադրման կարգը հենց, ներողություն, հաշմանդամության նպաստի մասին խոսվեց, բայց այդ ցածր նպաստով, հաշմանդամության խմբով, պլյուս երեխաներով ընտանիքը ձեռք է բերում նաև ընտանեկան նպաստի իրավունք։ Ինչքան է ձեր նպաստի չափը։ 31000 դրամ։ 31000 գումարած 16000, առնում է հա 47000, չեմ ասում բավարարեք, քավլիցի։ Դրա մասին չէ խոսքը։ Ձմեռվա ամիսներին դա շատ ավելի ծանր է։ Ինչ հա լրացուցիչ քայլ կատարվեց, սկզբում Անուշը հարցրեց, ինչու կոմունալ ծառայությունների համար 50%-ով չէ։ Այս տարին, առաջին տարիներ ի վեր 99 թվականից հետո, հա, ըստ էության առանձին սպառողական խումբ սահմանվեց կառավարության կողմից սոցիալապես անապահովներ, որոնք մեղմացված սակագներով պիտի վճարեն հունվարից սկսած գազի համար, փետրվարից սկսած նաև էլեկտրաէներգիայի համար։
Այսինքն փետրվարի 1-ից հետո սպառումը, որը մարտի վճարում կլինի, հա, մենք ըստ էության նաև ցուցակները համապատասխանաբար փոխանցում ենք համապատասխան կազմակերպություններին զեղչ չկիրառելու համար։ Գազը 100 դրամով է, էլեկտրաէներգիան հիմա այս պահին թիվը չեմ հիշում, բայց բավականին։ Այսինքն դա կվերանայվի։ Արդեն իսկ վերանայվել է, որոշումը կայացված է եւ այլևս այդ տեսանկյունից անապահով են համարվում ոչ միայն նպաստառու ընտանիքները, այլ 20-ից բարձր անապահության միավոր ունեցող ընտանիքներ, իսկ նպաստի իրավունք ձեռք է բերում 30-ից բարձր։ Սա նշանակում է, որ նաև կոմունալ ծառայությունների մեղմացված գներով վճարելու տեսանկյունից մի քիչ ավելի մեծ քայլ է կատարվել ընտանիքների թվի տեսանկյունից։ Ես ուզում եմ ավելացնել, հարցին փորձեմ ավելի համակարգային, հա, մոտեցում լուծում առաջարկել։ Այստեղ տեսեք, եթե մենք խոսում ենք պարզապես գումարի ավելացումից, բարձրացումից, հա, այդ գումարը կամ թոշակը նպաստը ինքը իմ կարծիքով երբեք չի հերիքելու։ Այսինքն եւ մյուս կողմից մենք հստակ գիտենք, որ զգալի տարբերություններ 3000, 2000, չգիտեմ, այդքանով չի ավելանալու երբեք եւ չի էլ ավելացել։ Այսինքն եթե նույնիսկ ավելացումներ լինեն, շատ չնչին գումարներ են ավելանում։ Եվ սա լուծում չէ, որովհետեւ այստեղ շատ կարեւոր են տարբեր այլ համակարգային մոտեցումները, օրինակ համայնքային ծառայությունների տրամադրումը, հա։ Եթե համայնքում չկան ծառայություններ, օրինակ կրթական ծառայություններ, մանկապարտեզներ, ցերեկային կենտրոններ երեխաների համար, չկան առողջապահական ծառայություններ մատուցող կազմակերպություններ, որոնք մատչելի են, հասանելի են հաշմանդամություն ունեցող անձին, ընդհանրապես համայնքի բնակչին, չկան այդ կողմնորոշման կենտրոնները, աշխատանքի տեղավորման եւ այլն։ Այսինքն այս դեպքում մենք չենք անգամ լինելու դեպքում քաղաքում այստեղ տեսեք նախ համայնքային կենտրոններ չկան, շատ քիչ են, շատ քիչ համայնքներում կան, շատ հազվադեպ Հայաստանում, որ ունեն համայնքային կենտրոններ, որտեղ մարդը կարող է ուղղակի տեղեկություն ստանալ, մարդը կարող է տեղեկատվական աջակցություն ստանալ, հա, մասնագիտական խորհրդատվություն ստանալ։ Կներեք մի բան հարցնեմ, մի հարց տամ ձեզ։ Այ կա հաշվանդամների օր դեկտեմբերի 3-ը, այսօրվա կառավարությունը ինչ անում այդ հաշվանդամի համար։ Անգամի բացիկ չի։ Զարուհի կառավարության ներկայացուցիչի, կառավարության ներկայացուցիչը այստեղ է։ Բարձրացնում եմ եւ ուր է տանում իմ, այսպես ասեմ, հա, առաջարկը, որ եթե մենք փորձում ենք հաշմանդամություն ունեցող մարդուն տեսնել պարզապես օգնության օբյեկտ, ինքը միշտ էլ կմնա այդպեսին, այսինքն զուտ աջակցության։ Բայց եթե մենք ներդրումներ չենք անում, որ ինքը զարգանա, ինքը աշխատի եւ իր պոտենցիալը մենք օգտագործենք, որպեսզի երկրում աղքատությունը կրճատենք, որպեսզի երկրում այդ ինքը դառնա մեր գործընկերը, մենք շարունակ այս խնդիրն ունենալու ենք, այո, որովհետև հաշմանդամություն ունեցող մարդը իսկապես պետք է ունենա աշխատանք, պետք է արժանապատիվ կյանքով ապրի եւ երբեք չսպասի, որ դեկտեմբերի 3-ին կամ կառավարությունը կամ նաև նպաստառու ընտանիքի որևէ բարերար ձեզ գա ու տոպրակով ասի ձեզ դեկտեմբերի 3-ին այո, սպասում է։ Պարոն Խաչատրյան, զբաղվածության տարածքային գործակալությունում հաշվառված եք։ Ներկայացել եք ինչ մասնագիտություն ունեք։ Այո։ Ձեր մասնագիտական վերապատրաստման առաջարկություն չեք ունեցել։ Քանի որ քանի տարի չեք աշխատում եւ ինչ մասնագետ եք։ Մասնագիտություն չունեմ։ ասենք թե չունի, բայց պիտի Այո։ Դպրոցավար միջնակարգ։ Այո։ Դուք գործակալություն որ դիմել եք, ինչպիսի մասնագիտության ցանկություն եք ունեցել վերապատրաստվեք, որ աշխատանքի տեղավորման հարց բարձրանա։ Թեկուզ ձեռագործության։ Թեկուզ ձեռագործության։ Թեկուզ չէ, դուք ինչպիսի ձեր ինչ թեմայով եք գրել, ինչպիսի մասնագիտություն եք ընտրել զբաղվածության տարածքային գործակալություն դիմելով։ Պետք է նշվի։ Ասեք նա գործություն, նշել եք որևէ բան։ հողագործություն, արդյունաբերական ինչ-որ ճյուղ, դա չեմ նշել։ Եվ որ չեք նշել։ Ուղղակի ուզել եմ ասել եք ինձ ինչ-որ աշխատանքի տեղավորել։ Այո։ Ամեն տարի ծառայները իրականացում են ծառատունկերի, փողոցների մաքրման, արդարման շենքերի։ Տարբեր ծառայները իրականացում են, բայց սահմանափակ բան չունեմ ասել։ Բոլորը չէ որ կարող են գերբել։ Իսկ դուք նշեք ձեր մեջ կոնկրետ ինչ է աշխատանք կուզենայիք ունենալ, որի շուրջ կարողանաք կողմնորոշվել, եթե դա չկա, ինչ որ մեկ ուրիշ աշխատանք, որը ձեզ հարմար կլինի, ցանկանաք։ Ուղղակի ասել ներկայանում ենք աններով նաև տարածքային գործակալություն զբաղվածության եւ նա մերժել է։ Ինչ թեմայով մերժել։ Դուք մասնագիտություն չեք նշել, կրթություն չեք նշել։ Պարտադիրեր նշել։ Ինչպեսի
Եթե պարտադիր է, մարդը ինչու չգիտի, որ պարտադիր է նշելը։ Այսինքն իրազեկվածության խնդիր կա գուցե։ Զբաղվածության տարածքային գործակալություն դիմացները բոլորն էլ նշում են։ Միջնակարգ Խաչատրյան, պիտի հաշվի առնվի այդ մարդկանց իրավագիտակցությունը։ Դեռ Անուշը ինքը ինքնուրույն փնտրել գտել է այդ տեղերը, որտեղ պիտի դիմի։ Մարդիկան ովքեր չգիտեն, որ կա այդպիսի ծառայություն, հա, Տիկին Մինասյան։ Արդյոք կներեք ներողություն, արդյոք մարդիկ տվյալ պաշտոնյաները իրենց պարտավորության մեջ չի մտնում գտնել այդ ընտանիքներին, հորդորել դիմել, բացատրել կարգը, ասենք թե այս մարդը ընդհանրապես կարգից տեղյակ չի, պարտավոր է արդյոք ունենալ այդ իրավագիտակցությունը, որ բոլոր տեղերն իմանա, որտեղ ոնց կարող է ներկայանալ։ Իրազեկման խնդիրը անշուշտ կա։ Գտնել առաջարկելը բավականին հեշտ է, ասել է շատ դժվար է անելը, հա։ Ինչու է դժվար։ Մարդիկ ունեն ցուցակով ովքեր են նպաստառու ընտանիքները։ Խոսքը նպաստառուների հետ կապված խնդիրը այլ է, ես ընդհանրապես ամբողջ բնակչության համար եմ ասում, որովհետև եթե նպաստառուն գիտի, որ հա ինքը պիտի գա նպաստի համար դիմի, ձեռք է բերում նպաստի իրավունք, գործազուրկի կարգավիճակ դուք հաշմանդամություն էլ ունեք։ Այո, հաշմանդամություն ունեցող անձին գործազուրկի կարգավիճակ տալու դրույթը ընդամենը 2014 թվականից է գործում եւ ակնկալում եմ նաեւ որ հնարավոր է սոցիալական աջակցության տարածքային բաժնում գործակալությունում են ասել դիմեք նաեւ զբաղվածության գործակալություն, հնարավոր է նաեւ շատ ուրախ եմ որ գլուխը թափ տվեց, ինչը նշանակում է դա արդեն իսկ հա ասել են, տեսել են, հանդիպել են։ Այո, ցավոք սրտի արդյունք չունեն։ Աղքատության կրճատումը երբևէ, աղքատության վերացումը երբևէ նպաստով չի եղել, չի էլ կարող լինել։ Նպաստի չափը, սա տեսություն է, հա, երբեք պիտի նպաստառուին չբավարարի։ Նա պիտի ձգտի դրանից ավելին ունենալու համար։ Որն է ավելինը, այն արժանապատիվ աշխատանք, որ ասում էր Զարուհին։ Արժանապատիվ է աշխատանքը իր աշխատավարձով, կատարած այդ աշխատանքի դիմաց բավարար եւ հա ճշգրտված, ճիշտ հաշվարկված աշխատավարձ ստանալ։ Ես պատասխանող չեմ, ներողություն մեկ վարքյան հարգելիներս։ Կառավարության ներկայացուցիչ եմ, խնդիրն ընդհանուր է, աղքատության հաղթահարումը յուրաքանչյուրիս գործն է։ Դա լինի քաղաքացիական հասարակություն, դա լինի մասնավոր գործատու, դա լինի պետություն, դա լինի տեղական ինքնակառավարում։ Գեղկանգնի գերան կկանգնի։ Խոսքը ժողովուրդն իզուր չի ասել, իսկ այսօր այն ինչ նախարարությունը գնում է դեպի սոցիալական համագործակցության, հա, գոնե հնարավորինս առավել հստակ մեխանիզմների, նաև Զարուհին որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ միացած է նաև մեր ազգային մակարդակում ձևավորված ցանցին, այստեղ խնդիրները պիտի համատեղվեն։ Տնտեսությունը պիտի զարգանա, աշխատատեղը պիտի ձևավորի, աշխատատեղը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը չի կարող ստեղծել։ Այս ստեղծված աշխատատեղի համար մրցունակ գործազուրկ աշխատող ունենալ, աշխատուժ ունենալ, այո, սա մեր խնդիրն է։ Ինչ արժանապատիվ աշխատավարձով ասում են, երբ խոսքը վերաբերում է աշխատավարձին, այն միշտ քիչ է, հələ հարցերը պետական աշխատանքների ասեցի, չէ, կներեք 2 տարեկան էր, 2012 թվականին, 2012-ին, մի բան արեցի, տատիկ ասեց, լավ կպահեմ հայշջեր, մի հատ գնա ընդեղ աշխատանք են ուզում, ասի տատի, եթե 70,000 դրամ գոնե լինի, կլորիկ, ես ամեն ամիս, առավոտյան ժամը 8-ին երեխանին կճանապարհեմ դպրոց, պուճուրիկին ինքը կպահի, հարևան տատիկ էր, մինչև ժամը 7։ Այսքան աշխատավարձը միայն գոնե ճանապարհածախսը չլինի։ Դուք ասում եք այն, ինչ գրեթե ամեն օր լսում եք։ Մոտիկ էր, ինքը կարի արտադրամ ասել, ես էլ կարի մասնագետ եմ, ասի լավ գնամ։ Ուրեմն ավերլոկ պետք է անել, ինքը ընթացքային աշխատանք էր։ 2 օր ես կարեցի։ Այսքան գործարքայինի նկատի ունեք։ Գործարքային էր, չէ, ավերլոկը ես էի անում, ռասպաշվալկեն կողներ անում, բերում էր կանվոյնի կարգին։ Ես այդ 2 օրվա ընթացքում ընդամենը 1000 դրամ, 800 դրամ, ինձ 1000 դրամ տվեցին։ Գործատու աշխատանքի համար։ Գործատուն։ 2 օր, ու ես ասեցի, ինչ հաշվարկ կա գնում, ես այդ մի քանի օր ասեցի մի շաբաթ աշխատեմ, տեսնեմ ինչ հաշվարկ կա, արդյոք ինձ ձեռնատու է ես աշխատեմ։
իմ երեխային ես անտեր թողեմ ուրիշ տատիկի մոտ, այն մնացածին էլի անտեր եմ թողելու։ Ինձ լավ է, ես այդ 70,000 դրամը աշխատեի, բայց եթե ես աշխատելու եմ նույն գումարի կեսը, ինչ որ ես ստանալու եմ, ես իմ երեխեքին տիրություն կանեմ։ Այսինքն վերանայեք համեմատելի են ներողություն, ինչը վերանայեք, աշխատել է դա, այնց չի որ չի։ Հարգելիս ես ձեզ հետ լրիվ համաձայն եմ, հա, որ աշխատավարձը պիտի լինի անհամեմատ բարձր, քան նպաստը։ Այս պարագայի աշխատանքի մասին է խոսքը։ Բարելավել, բարեփոխել։ Մասնավորապես եթե մենք խոսում ենք ընտանիքների անապահովության համակարգից, գնահատումից, նպաստներից։ Եթե խոսքը վերաբերում է աշխատավարձին, եթե վերաբերում է գործատուին, այս տեսանկյունից, հա, ինչը բարեփոխվի, ինչը փոխվի, այն պիտի բարեփոխվի, այն պիտի փոխվի, տնտեսությունը պիտի դառնա արդյունավետ, աշխատավարձը պիտի բարձրանա, բայց սա ես խոսում եմ այնքան, որքան որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարող էր ասել, որովհետև ես այդ ոլորտի ներկայացուցիչ չեմ։ Գնահատման տեսանկյունից, հա, եթե խոսում ենք ինչ ցուցանիշներ ենք հաշվի առնում, այո, հաշվի ենք առնում ընտանիքի ծանրաբեռնված լինելու հանգամանք, այո, հաշվի ենք առնում ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը, հաշվի ենք առնում ընտանիքի ունեցած եկամուտը, հնարավոր սպառումը, բացի բացարձակ թիվ եւ թուղթ հաշվի առնելուց նաեւ հաշվի ենք առնում ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանները։ Ինչու էին մասնագետներն ասել, մենք ձեր վիճակը լավ ենք ճանաչում, որտեղ կատարել են տնային այցելություն, որտեղ ճանաչել են ընտանիքին, որտեղ գիտեն պայմանները։ Լուծողը դուք չեք ասում եք, բայց ոչ բոլոր խնդիրները հավաքագրել, ներկայացնել կառավարություն։ Ինչը եւ կատարվում է գրեթե ամեն տարի։ Օրինակ վերջին 3 տարիներին հեռանկարը ինչպես ես կարող եմ մի խնդիր ասել, որը շատ կուզենամ, որ ինքը առաջ գնա։ Ներողություն, հիմա թույլ տանք նաև պարոն Խաչատրյանը խոսի, կրկին կվերադառնանք ձեզ, հա։ Պարոն Խաչատրյան, դուք որպես մարզպետարանի ներկայացուցիչ ինչ եք կարծում ընտանեկան նպաստի տրամադրման կարգում, հատկապես որ կետերը պիտի բարեփոխվի, վերանայվի, որպեսզի այդ ֆինանսական բեռը չմնա անապահով ընտանիքին եւ նաեւ մարզպետարանի աշխատակիցները ստիպված չլինեն գնալ շրջայց կատարել, հոսանքն անջատել, գազը անջատել, բայց տեսնել ու համոզվել, որ այդ ընտանիքը իսկապես անապահով է։ Այ կոնկրետ մի քանի կետ նշեք ու ասեք, որ դա պետք է վերափոխվի ըստ ձեզ, բարեփոխվի։ Վերափոխման կարիք ունի հիմնականում ջերմության համար նախատեսված շեմերի բարձրացում, սահմանված չափականակի ավելացում։ Բարձրացվի շեմը։ Չնայած ինչքան էլ որ ավելացնել, միևնույն է նմանատիպ ընտանիքների աղքատության տնական այս նպաստ կոչվածը, ինչքան էլ մեծացնես, միևնույն է դա չի բավարարել, բայց միշտ էլ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում եւ կառավարության ուշադրության կենտրոնում է գտնվում աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների, սակավ ապահովված ընտանիքների, նրանց վարելիքի, ինչպես նաեւ այլ օգնությունների տրամադրման հարցեր։ Միևնույն է, օգնելով աջակցություն տրամադրելով դեռևս ընտանիքի բարոյության հարց չի լուծվում։ Կոնկրետ մեր մարզ որ վերցնենք 6-ից մոտ 7 ամիս ձմեռացման, այսինքն ջերմության կարիք ունեցող մարզ է։ Ցրտաշունչ, այո։ Եթե մենք վերցնենք այդ բանաձևը ոնց որ սահմանված է, կարող եմ թվարկել։ Շեմը պիտի բարձրացվի։ Շեմ բարձրացվի, բայց նաև ասենք 2015 թվականի ձմեռը եւ 2016 թվականի ձմեռը ինչպես կարելի է համեմատել։ Դեկտեմբեր եւ հունվար ամիսները մինչեւ 35 աշճան այլ մարզերում Կոնկրետ Երևանում էլ 2 ամիս էլի պակաս չէ, ցուրտը։ Ես չեմ կարող ասել ինչքան ավելացնեմ, որ բավարարի, գոնե ձմեռվա ջերմության համար։ Բայց որ դրա կարիքը կա, դրա մասին ոչ մի խոսք։ Լավ, Անուշ, խնդրեմ, քանի որ հնարավորություն կա այսօր դեմարդեմ հարցերն ուղղել, խնդրեմ, ժամանակը կոնկրետ օգտագործենք։ Գոնե այդ ամիսներին թեթևացնեն բեռը, տալ պետք չի։ Թեթևացնել պետք չի, ասեմ ձեզ ինչ խնդիր կա, շատ դժվար է, ձեզ որպես մայր եմ ասում, այնքան դժվար է, երբ որ կինը նպաստը բերում է, մամ ես ինչ բանը կարնես, էլ արդեն այնքան բարդ է լինում, տալ հոսանք, թեթևացրեք բեռը, բարձրացնել պետք չի շեմը նախ, երկրորդը ես մի հատ խնդրանք ունեի, 2004 թվականից կարծեմ որը ծրագիր կար մինչև 2008-ը գործեց, որ նպաստառու ընտանիքներին տարածքում գազ լինելու դեպքում գազ էին մատակարարում, այսինքն գազը տուն էին մտցնում։
եթե տարածքում գազ կար, բնակարանի կամ տան, հա, գազաֆիկացիայի մասին։ Այո։ Հնարավոր է այդ ծրագիրը նորից վերանայել։ Դուք կոնկրետ ձեր բնակարանի համար խնդիր ունեք, ուզում եք կուզենամ իհարկե դուք քիչ առաջ ասում եք որ տեղափոխվելու եք Մասիս եւ այնտեղ երկու տեղներ այդ խնդիրը ունեմ, նա չեմ անի, նա կանեմ, որտեղ որ գազաֆիկացման խնդիր, գազաֆիկացման խնդիր, որտեղ դա գլոբալ է, մոտ 200,000 գումար։ Լավ, կոնկրետ, քանի որ ժամանակը սպառվել է, հնարավոր է արդյոք Տիկին Մինասյան աջակցել այդ 2004 թվականներին, հա, էներգախնայողության հիմնադրամներ այդ ծրագրով զբաղվում, կասեմ հետևյալը, հա, նմանատիպ ընտանիքների համար մենք հիմա եւ Գազպրոմի եւ Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ սերտ համագործակցության մեջ ենք հենց պայմանավորված նաեւ ցածր սակագների հետ կապված առաջարկությունը կներկայացվի մեր ղեկավարությանը կքննարկեն, տեսնենք ինչ հնարավորություններ կան, որովհետև նախ տեսնում եք, որ թեկույս մաչել է լինի, որ գոնե այդ ծախսերը կեսը գավարտի խոսքը, քիչ առաջ, հա, հարցին եմ ուզում պատասխանել, ինչպես վարվել, ինչը փոխել եւ ինչ առաջարկություններ են եղել։ Սկսած 2003-4 թվականներից եւ 6-ից, հա, աղքատության հաղթահարման ուղղված ռազմավարական ծրագրեր են Հայաստանում ընդունվել, մինչև 7 թվական 8-ի, հա, 4-րդ եռամսյակ, մինչև 4-րդ եռամսյակ բավականին լավ արդյունքներ ունեինք, մինչև որ այդ տնտեսական ճգնաժամը համաշխարհային եկավ ու բոլոր հարցերը խառնեց իրար։ Դրանից հետո ռազմավարական այլ ծրագրեր։ Հիմա կա հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր, որտեղ բոլոր խնդիրները համալիր են ներկայացված եւ ակնկալվում է, որ առաջիկայում դրանք պիտի նայվեն։ Այստեղ եւ տնտեսության զարգացումն է, եւ սոցիալական պաշտպանության համակարգի զարգացումն է, եւ այդ կոմունիկացիաների էլեկտրաէներգիան, հա, գազ եւ այլն, սրանք բոլորը կառավարության կողմից անշուշտ մի երկիր, որն ունի 30%, հա, գրեթե աղքատություն, մի երկիր, որտեղ մանկական աղքատությունը 36-37% է, որտեղ կա բազմաչափ աղքատություն, կրթության, կոմունալ ծառայությունների հետ կապված։ Իհարկե, կառավարության բոլոր ծրագրերը ուղղված են հենց աղքատության հաղթահարմանը։ Շնորհակալ եմ, հիմա քանի որ ժամանակը սպառվում է, Անուշ, ինչ հարցեր ունեիք, խնդրեմ եւ ում եք դիմում։ Ես կուզեի խոսեի նպաստառու եւ պետական աշխատող այս փոխհարաբերությունները, երբ որ պետական աշխատող ունի տան առաջի կարգի հաշվանդամ անկողնային պարկած եւ մեկուսացված հասարակությունից եւ մայր աշխատում է պետական աշխատող ստանում է 55,000 դրամ աշխատավարձ ու այսօր տալիս են բացատրություն, երբ որ մայրը պետական աշխատանքից դուրս գա, նպաստ կհասնի, միթե օրենքը։ Հաջորդ հարցը ուզում եմ դրա շուրջ չծավալվել, էլ ցանցից, երբ որ անջատումները սկսում ամսի 25-ին, 20-ից 22-ը այդ ժամանակահատվածում, ինչու նպաստները տալիս են 25-ից 30, իսկ էլեկտրոցանցը անջատումները սկսում է ամսի 20-ից։ Իսկն ավելի շուտ։ Ավելի շուտ։ Մարդիկ հնարավորություն չունեն գումարը ստանալ։ Հունվար ամսին ասում ինչը եղել է, հա, մենք որևէ բան այստեղ ասել չենք կարող։ Հունվար ամսվա նպաստների վճարումը այս տարի ուշացումով սկսվեց։ Հենց առաջին ահազանգը, որ ստացանք, հոսանքազրկում էին վճարումներ չկատարած սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանները, անմիջապես պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ արկախեն այդ գործընթացը մինչև նպաստների վճարումը եւ փաստորեն ձեր ընտանիքը մեկ արվել է եւ շատ ընտանիքներ դուք կոնկրետ ձեր ընտանիքի հետ կապված մեկ-երկու ընտանիքի տվյալները գիտեք, ես ամբողջ հանրապետությունը գիտեմ։ Այս տեսանկյունից, այսինքն մենք առաջին օրը, հա, դադարեցվել է, պայմանավորվածությունը ձեռք է բերվել, դրանից հետո միացրել են մինչև վճարումները իրականացվել են։ Չի միացվել, գումարը, բարերը, երկու հատ որ ասում չի եղել։ Մի րոպե կմնեք, որ ձեր էլեկտրոէներգիան անջատել էին։ Այո։ Դուք սոցիալական աջակցության ամենտեղ դիմել ենք, ամենտեղ, Պարոն Խաչատրյան։ Որովհետև մեր մարզում ես տեսնում եմ, որ միայն ձեր էլեկտրոէներգիան են անջատել։ Մեր մարզում նպաստառու ընտանիքներից մենք տիրապետում ենք ամբողջ տեղեկատվությանը
Միայն իրանն է անջատվել։ Ուղղակի ամբողջ Սևանը ներկայացնելու համար հոսանքազրկվել է, չեմ պարոն ասում, հնարավոր է ձեր ընտանիքին։ Ամբողջ Սևանը նպաստառու չէ։ Այո, Ներողություն, մեկ նպաստառուները- վայրկյան, ներողություն, հա։ Լավ, հիմա հնարավոր է մյուս ամսվանից եղածը անցնենք, հա, հնարավոր է մյուս Չէ, գիտես, ես ուզում եմ վերանայվի դա, երբ որ նպաստը բաժանեն վերջացնեն, նոր թող գան անջատեն, Այո։ որ ժողովուրդը կարողան այդ նպաստը ստացածը վճարի էլեկտրոնային Այ դա հնարավոր է անել։ Ցանցին աղոված։ Էլչանցին Էլցանցին է ուղղված։ Կարելի է նպաստը մի քիչ շուտ տալ, Այո, ոչ թե անջատումներն անեն, նոր հետո նպաստը տա։ Հիմա Տիկին Մինասյան, դու կարող եք այս առաջարկով դիմել եւ էլեկտրոցանցեր եւ Գազպրոմ, որպեսզի Մենք ամեն կամնահետաձգվի առաջարկով կամ ցանկացածտեղ նպաստը։ բնականաբար կարող ենք դիմել, բայց ես նախ եւ առաջ ուզում եմ նաեւ հարցերին պատասխանել։ Նպաստների վճարումը այո իրականացվում է 20-22-ից հետո ընկած ժամանակահատվածում, սա սահմանված կարգ է, որտեղ կենսաթոշակների վճարումներն էլ իրականացվում են հա ամսվա առաջին 10 օրվա ընթացքում, ինչը նշանակում է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող վճարումները հնարավորինս ամսվա մեջ մենք հա այսպես տարածել ենք, որպեսզի ընտանիքները կարողանան ամսվա սկիզբ, ամսվա վերջ, որտեղ հիմնականում նպաստառու ընտանիքներում թե կենսաթոշակառու կա եւ թե նպաստառուներ են։ Ինչ վերաբերում է հեծի հետ պայմանավորվածություններին, գրեթե մշտապես դա եղել է, այս պայմանավորվածությունները եղել են, այս տարի վճարումների ուշացումը, նպաստի վճարումը, որ հունվար ամսին մենք ուշացրեցինք, այո, դադարեցումները, հոսանքազրկումները եղել են, ահազանգը եղել է, նախարարների մակարդակով եւ հեծին պայմանավորվածությունը եղել է, եւ քանի որ մենք արդեն իսկ հա սոցիալապես անապահովների տվյալներն ունեինք, տրամադրել էինք արդեն իսկ հեծին, ասել ենք այդ ընտանիքների հոսանքազրկումը արկախեք մինչև վճարումները կլինեն։ Անջատվել է։ Ես ասում եմ եղել է ահազանգ, որից հետո ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Իհարկե ահազանգը լինում է այն դեպքում, երբ եղել է անջատում։ Ահազանգը համապատասխան, հա, թե Սևանում, թե Երևանում լինելուց հետո պայմանավորվածությունը ձեռք ենք բերել։ 1-2 ընտանիք չասեմ, հա, որոշակի թվով ընտանիքներ մեկ օրով երկու օրով ժամանակը սպառում է կոնկրետ խոսանք, հնարավոր է որ եկող ամսվանից այդ պատմությունները չկրկնվի։ Ես կարծում եմ չի կրկնվի, որտեղ վճարումները մտել են իրենց հունի մեջ եւ մենք բնականաբար հեծի հետ աշխատում ենք։ Զարուհի, ես հիշում եմ, երբ մենք այս ռեպորտաժը Անուշի մասին պատմող տարածեցինք, դուք գրել էիք, որ սա կոնկրետ լուծում է եւ չի կարելի անհատական մոտեցումներով հարցի լուծումը համարել այդպես խնդիրը լուծված, այսինքն առաջարկում եք համակարգված մոտեցում, այսինքն քանի դեռ այս ընտանիքի պատմությունը չհանրայնացվեց, փոխնախարարի մակարդակով արձագանք չեղավ։ Ձեր առաջարկը ո՞րն էր։ Տեսեք, այստեղ շատ հետաքրքիր դիտարկում եմ անում եւ նաեւ ամբողջ հաղորդման ընթացքում թե մարդիկ ինչքան շատ հարցեր ունեն, նույնիսկ նրանց շատը տեխնիկական բնույթի են, եթե տեսնում եք։ Երբ անջատեցին հոսանքը, ում տվեցի այդ դիմումը ճիշտ լրացրեցի, չլրացրեցի։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է ամենակարևորի մասին, որ մարդիկ իրար հետ շփվելու, հաղորդակցման, տեղեկատվությունը փոխանցելու եւ ստանալու խնդիր ունեն տեղերում։ Հնարավորություն Այսինքն այդ հնարավորությունը չունեն, որովհետեւ այս բոլոր հարցերը, որ հա տվեցին մարդկանց, մենք ունենք թեժգից 240-31 բոլոր սոցիալական ոլորտի հիմնարկության պատերինքը փակցված է։ Այսինքն 240-31 թեժգից ունենք։ Այս թեժգծերի մասին տեղեկատվությունը դա շփվելու եւ իրազեկվելու համար միանշանակ, բայց արդյոք այդ բոլոր բնակիչները գիտեն այդ հնարավորության մասին։ Թեժգծի համարը գիտեք։ Անկամ իմանալու դեպքում էլ հաստատ ես չեմ տեղեկացնում։ Խնդիրներ կան։ Շատ քիչ դեպքերում ես ինձ թույլ չեմ տա։ Եթե խոսակցությունը չլինի, տեսեք, ամենակարևորը ես միշտ ասում եմ, որ ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից։ Իսկապես շատ հարցեր կան, որ եւ որքան էլ որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ամենաբաց նախարարություններից մեկն է եւ շատ բաց է հասարակական կազմակերպությունների համար, այստեղ ցանցերն են, Գազպրոմն է, տեսեք, մշտական հաղորդակցման, ինֆորմացիայի փոխանցման խնդիր կա։ Մարդիկ տեղյակ չեն, շատ հաճախ ոչ պաշտոնյաների մեղքով, շատ հաճախ էլ այո պաշտոնյաների մեղքով, այսինքն սա միանշանակ կարող ենք փաստել, որպեսզի մարդիկ չգան հասնեն Երևան եւ իրենց հարցը տան օրինակ նախարարին կամ փոխնախարարին, կարելի է այդ հարցերը տեղում հստակ լուծել։ Այսինքն հետեւություն, որ մարզերում համապատասխան կառույցները թերանում են իրենց աշխատանքում։ Եթե մարդիկ տեղեկատվություն չունեն, տեղեկատվական իմաստով, այո, որովհետեւ ես ինչպես նշեցի, կան ծրագրեր եւ ելի նշեցին, հա, մարդիկ, որ կան ծրագրեր, այլ հարց է դրանց արդյունավետությունը։ Եվ այստեղ շատ կարևոր մարդիկ որքանով են տեղյակ դրանց մասին։ Եվ եթե դրանք արդյունավետ չեն,
ով պիտի ասի նաև որ դրանք արդյունավետ չեն եւ ինչպես կարելի է լուծում։ Այստեղ մի քանի լուծում առաջարկվեց մի խնդրի շուրջ, հա, որոնք քննարկելի են։ Այ հենց այս տեսակ քննարկումները պետք է լինեն ավելի հաճախ եւ մարդիկ ավելի մոտ պիտի լինեն մարդկանց։ Եվ մյուս կողմից էլ Անուշ ջան, ես ուզում եմ այստեղ նորից նշել, որ շատ պետք է բոլոր տարբեր մյուս ոլորտների հետ համագործակցությունը, որովհետև միայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը միայնակ այդ հարցերը լուծել չի կարող։ Մենք ունենք առողջապահության ոլորտը, մենք ունենք նույն, հա, էլի զբաղվածության, մասնավոր ոլորտ ունենք, մարզպետարաններն ունենք քաղաքաշինության, տրանսպորտի նախարարություն եւ այլն։ Բոլոր ոլորտները պետք է իրենց բոլոր այդ զարգացման ծրագրերում առաջնահերթություններ տան խոցելի խմբերին։ Պետք է ապահովեն իրենց ծրագրերում նրանց տեսանելիությունը։ Իսկ դա անել առանց իրենց լսելու, առանց իրենց կարծիքը հարցնելու հնարավոր չէ։ Անուշ, ավարտում ենք հաղորդումը, շնորհակալ եմ ինչ ունեիք ասելու եւ ժամանակից արդեն մի հարց ունեմ, որն ուզում եմ տեղեկանամ։ Միայնակ մայրի վերաբերյալ ինչ կասեք։ Կա որևէ արտոնություն միայնակ մայրերի վերաբերյալ, որոնց մասին ես տեղյակ չեմ։ Օրինակ, ինչ արտոնության մասին եք հարցնում։ Ցանկացած։ Եթե միայնակ մայր կոչումը կա, իսկ որն է դրա առաքինությունը, ես չգիտեմ։ Հա։ Ինչ առավելություն ունի սա։ Մի քիչ պարոն չէ։ Միայնակ մայրը։ Տիկին Մինասյան եմ։ Միայնակ մայրը կոչում չէ։ Միայնակ մայրը կարգավիճակ է։ Իրավիճակ է, պարտադրված վիճակ է գուցեև։ Միայնակ մայրը այն մարդն է, որ ունեցել է այն կամքը, որ ինքը որոշել է, որ իր երեխային պիտի միայնակ մեծացնի կամ ցավոք սրտի եղել է խափնված։ Այս պարագայում միայնակ մոր երեխան ունի ավելի բարձր միավոր անապահովության գնահատման համակարգում։ Եվ միայնակ մոր երեխան որպես միածնող ընտանիքի երեխա անկախ նպաստի համակարգում հաշվառված լինել չլինելու պարագայում ունի անվճար բուժօգնություն ստանալու իրավունք։ Այլ արտոնություններ չկան։ Մայրը ինքը չունի արտոնություն։ Ուրեմն մեր ուշադրության կենտրոնում երեխան է։ Մեր ուշադրության կենտրոնում երեխային տրվելիք մինչև երեխան 18 տարեկանն է մինչև երեխա։ Դրանից հետո այլևս երեխա չէ։ Իհարկե։ Բոլոր չէ 18+, թե նպաստավոր բոլոր ընտանիքների երեխաները կարող են ստանալ։ Գիտեք, այնքան տարօրինակ է ինձ համար, որ նպաստառու ընտանիքների անունից են խոսում։ Ես որպես կանոն միշտ տեսնում եմ ոչ նպաստառուներ ու ճիշտ հակառակ, բայց որ ասում եմ, որպես կանոն նպաստառու ընտանիքները երեխա ունեն, որ դա երեխաները, հա, նպաստառու ընտանիքները վատ են ապրում։ Ես գրեթե գալիս եմ նորից համոզվում, որ այնքան էլ վատ համակարգ չունենք։ Այնքան էլ վատ համակարգ չունենք։ Այո, որովհետև բոլոր նպաստառուները վատ համակարգ ունենք, Տիկին Մինասյան։ Եկեք հասկանանք, եթե լինեին այստեղ ոչ նպաստառուներ եւ որ վատ համակարգ ունենք, ճիշտ հակառակ, դուք հակառակ էֆեկտ եք ձևավորում ու ստեղծում, որովհետև բոլորս այստեղ նստած, որովհետև ոչ մի անգամ չհնչեց հարուստն աստանում, ոչ մի անգամ չհնչեց ոչ արժանավորն աստանում, ոչ մի անգամ չհնչեց, որտեղ համակարգը լավը չէր լինի, եթե աղքատ ընտանիքը դուրս մնար, եթե համակարգում ոչ դրան չհավակնող ընտանիքը պիտի ստանար, այս դեպքում կլիներ։ Իսկ եթե համակարգն իսկապես կարողացել է, այո, ամենածանր պայմաններում գտնվող ընտանիքի չի բացառում, բայց դրանք ուրեմն շրջապատում էլ չունեն։ Որտեվ չեն էլ հետաքրքիր։ Այս տեսանկյունից Ես այդքան էլ համաձայն չեմ, որովհետև կան պարզ ճշմարտ, այսպես պարզ ճշմարտություններ չասեմ, որ կան ծեծված։ Նույնն է, թե որ ես հիմա ասեմ, որ գիտեք, մեր քաղաքը մատչելի չէ։ Դա շատերը գիտեն ու գրեթե բոլորը գիտեն ու նույն բանի մասին շատ երկար արդեն հոգնում ես խոսելուց։ Այստեղ շատ կարևոր է մենք մի առաջընթաց ունենք մեկ այլ իմաստով, ես ձեզ հետ համաձայն եմ, որ մենք խոսում ենք արդյունավետության մասին։ Այո։ Դա շատ ավելի կարևոր է, այսինքն երկրորդ փուլն է գուցե, բայց դա դեռ չի նշանակում, որ մենք այն մյուս խնդիրները հաղթահարել ենք։ Համակարգը լավ կամ վատ է, դեռ նպաստի այնքան էլ վատը չէ։ Okay։
Այնքան էլ վատը չի, բայց ըստ այդքաննա չեն կիսում կարծիքները։ Խնդիրը համակարգինը չէ, մակարդակի տարբերությունն է։ Այս մարդիկ, այո, այս երկու ընտանիքները աղքատ է ցավոք սրտի կներեք, որ ասում եմ։ Վատը չէ, իրենք չեն էլ հետաքրքրում ախր կողքինը ո՞նց է ապրում։ Խնդիրը ապրես, այդ դա կարևոր խոսքներ։ Հա, խնդիրն աղքատության մեջ է, իսկ աղքատության հաղթահարման առաջնահերթություններ, եթե ծրագրերի դնենք, ամենավերջինն է ընտանեկան նպաստը, ամենավերջինը։ Իսկ մնացած խնդիրներն, այո, աշխատատեղի մատչելությունն է, այո, տնտեսության զարգացումն է, այո, դեմոկրատիան է, այո, կոռուպցիայի դեմ պայքարն է, այո, լրատվամիջոցների, հա, այսպես հասու լինելն է եւ մեր ականջալուր լինելն է։ Այս տեսանկյունից խոսում ենք աղքատության հաղթահարման մասին եւ միայն ամենավերջին տեղում գտնվող հաղթահարման արդյունավետության տեսանկյունից նպաստներին։ Այս համակարգը եթե չլիներ, սա վիճակագրության տվյալներն են, ծայրահեղ աղքատությունը կկրկնապատկվեր մեր երկրում։ Սա խոսում է նաեւ արդյունավետության մասին։ Շնորհակալ եմ, ժամանակն ավարտվել է ցավոք, բայց ես նկատում եմ, որ ասելիք կա, մենք արդեն անցել ենք մեզ հատկացված ժամանակից, ինչու է հոսանքի ու գազի սպառման քանակը անապահով ընտանիքների համար դառնում ընտանեկան նպաստից զրկվելու պատճառ։ Հենց այս թեման էր այսօր այստեղ քննարկվում։ Սոցիալնախարարության ներկայացուցիչը պնդում է, որ համակարգը այդքան էլ վատը չէ, թեպետ լսեցինք նաև հակառակ կարծիքները։ Ամեն դեպքում ունենք մեկ օրինակ, մինչև Անուշ Փոփեյանի խնդիրը չհանրայնացվեց, պետական մակարդակով ուշադրություն չեղավ եւ ունենք երկրորդ տարբերակը, մարդիկ պնդում են, որ համակարգը լավը չէ կամ համակարգը խնդիրներ ունի, պրոբլեմատիկ է, քանի որ ունեն զբաղվածության հարց։ Ինչպես է գործում մարզերում զբաղվածության համապատասխան բաժինները, մեկ օրինակ էլ կա Անուշ Փոփեյանի դիմելը ու առ այսօր պատասխան չունի։ Քննարկումները այսքանով համարենք ավարտված, հաղորդումը վարեցի ես Նարինե Ղալեչյանս, կհանդիպենք մյուս շաբաթ, հաջողություն։